Այսօրվանից 5 օր շարունակ մեր ամեն մի քայլը կարող է վերածվել գումարի։ Մեր մեկ քայլը վերածվում է 1 դրամի, որի ընդհանուր արժեքը ծառայելու է շատ կարևոր գործի։ Բարեգործական արշավ մրցույթի մեկնարկը տրված է, որի շրջանակում քայլորդի ամեն մի քայլին համարժեք գումար է փոխանցվելու Re-Armenia հարթակում տեղադրված Metagate նախագծին։ Արդյունքում արտադրվելու են այն սարքավորումները, որոնք զինհաշմանդամություն ձեռք բերած զինվորներին օգնելու են վերականգնողական բուժում անցնել ու կանխարգելել 30-ից ավելի հիվանդությունների առաջացման ռիսկը։ Մրցույթի այս 5 օրերի ընթացքում մասնակիցները իրենց հեռախոսում ունեցած ծրագրի միջոցով կարողանում են հաշվարկել օրվա ընթացքում իրենց կատարած քայլերի, այսպես ասած, քանակը ու օրվա վերջում սկրինշոթը ուղարկում են ծրագրի համակարգողներին եւ 5 օր այսպես շարունակ արդեն վերջում համակարգողների կողմից այս ամեն ինչը, այսպես ասած, հաշվարկվում է ու վերջնարդյունքում հաղթողներն են պարզ դառնում։ Metagate-ն աշխարհում առաջին հեռավար վերականգնողական սարքն է, որը ստեղծվել է Հայաստանում հաշմանդամություն ունեցող զինվորների համար։ Այն կանխարգելում է բազմաթիվ հիվանդություններ, որոնք առաջանում են չքայլելու հետևանքով։ Արդեն իսկ արտադրվել է 14 Metagate սարք, մյուսները դեռ պետք է արտադրվեն։ 44-օրյա պատերազմի մասնակից Նորայր Ավագյանն արդեն իսկ օգտվում է այդ սարքից։ Նա նշում է, որ սարքավորումը բավականին արդյունավետ է։ Առողջության համար ինքը իրականում շատ կարևոր է, մեր պարագայում ինքը կանխարգելով ու նաև որ լյուբոյ պահի կարա ցանկացած պահի մեր քայլքը վերականգնվի։ Եթե չվերականգնվի, ինքը կանխարգելում է մոտ մի 30 հիվանդություն, սովորական արյան շրջանառությունից սկսած մկանները չքարանալուց, ոսկորների կարծրությունից ու սենց լիքը հիվանդություններ ինքը կանխարգելում է։ Դրա համար ինքը մեր նաև ֆիզիկապես աշխատում է, ինքը ֆիզիկական մկաններ տել է աշխատում, ասենք մնացած ամբողջ օրգանիզմի մկանային համակարգը աշխատում է։ Երևի 90-99%-ով ամբողջ մկանները աշխատում է ոտքից մինչև գլուխ։ Սարքին կցված են VR-ակնոցներ, որոնք օգնում են քայլքը վերածել ժամանցի։ VR-ակնոցներով պահ լինում, որ սենց ամբողջությամբ կատարվում է այս իրականությունից, անցնում է այդ մյուս իրականությունը, որտեղ ես ասենք դահուկ եմ քշում, հա, ասենց իմ ոտքերս տեսնելով դահուկ եմ քշում, դա բնական է, համ հոգեպես, համ ամեն ձևով տենց դրական իր ազդեցություն ունենում է։ Re-Armenia հարթակում մենք արդեն 78%-ով մոտ ենք մեր նպատակին եւ անհրաժեշտ 75 միլիոնից 58-ը արդեն իսկ հավաքել ենք, որից 13.5 միլիոն դրամը միմիայն քայլի, որ քայլեն մրցույթի շնորհիվ։ Re-Armenia հարթակում իրականացվում է ֆոնդհայթայթում, այդպիսի եւս 35 Metagate սարքավորում արտադրելու համար։ Տերեմ հիմնադրամը, որը զբաղվում է Metagate նախագծի ֆոնդհայթայթմամբ, վերջերս կազմակերպել էր Քայլիր, որ քայլեն մրցույթը, որի ամբողջ հասույթն ուղղվելու է Metagate նախագծին, որով գնված այդ սարքավորումները տրվելու են պատերազմի հետևանքով զինհաշմանդամություն ձեռք բերած մեր տղաներին, եւս մի քանիսը մանկական վերականգնողական կենտրոններին։ Քայլիր, որ քայլենը 5 օր տևող մրցույթ է, երբ իրար դեմ 100-ավոր թիմեր են մրցում ու յուրաքանչյուր թիմում 2 մասնակից կա՝ քայլորդը եւ հովանավորը։ 5 օր շարունակ քայլորդը քանի քայլ կատարում է, այդքան քայլ հովանավոր անձը կամ ընկերությունը նվիրաբերություն է կատարում նախագծին։ Մրցույթին կարելի է միանալ ցանկացած ժամանակ, միայն թե քայլողն ու հովանավորը պետք է գտնեն միմյանց։ Ի դեպ մրցույթի մասնակիցների համար եւս սահմանված են տարբեր մրցանակներ։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։